Բարև ձեզ, դուք լսում եք հատուկ թողարկումը, նվիրված հայոց հերոս Գարեգին Նժդեհին։ Այս երեկո մեր հյուրն է նա, ով պատմության մեջ թողնելով իր հետքը, կյանքի բերեց Հայաստանի անկախության հարցը։ Այսօր կխոսենք նրա անցած ճանապարհից, մանկությունից, ինչպես նաև անձնական կյանքից։ Պատմական ակնարկ։ Գարեգին Նժդեհը, իրական անունը Գարեգին Եղիշեի Տեր Հարությունյան, 1886-ից 1955 թվականներին ապրող հայ ժողովրդի ամենանշանավոր ռազմական ու քաղաքական գործիչներից մեկն է։ Բարև ձեզ, կցանկանամ ներկայանաք եւ պատմեք ձեր մանկության մասին։ Ես Գարեգին Տեր Հարությունյանն եմ։ Ծնվել եմ 1886 թվականի հունվարի 1-ին Նախիջևանի Կզնուտ գյուղում։ Քահանա Եղիշե Տեր Հարությունյանի եւ տիրուհի Գյուլնազարյանի ընտանիքում։ Հիշում եք ձեր ծնողներին, ընտանիքին։ Մանկությանս օրերը ոչ խուլ, ոչ պարզ էին։ 1888 թվականին հայրս Տեր Եղիշեն հոգևորական էր, սակայն ես կորցրի հորս դեռևս փոքր տարիքից, երբ երեխաներից ավագը Անիկը 11 տարեկան էր, իսկ ես 2 տարեկան, եւ մայրս տիրուհին ստիպված էր տարատեսակ դժվարություններ կրել ընտանիքը պահելու համար։ Ընտանիքի 4-րդ զավակն էի։ 2 դուստր էին, Անիկն ու Ցոլինեն, եւ 2 որդի, Լևոնն ու ես։ Երբ քույրերս ամուսնանում են, մայրիկս ապրում է ավագ որդու Լևոնի հետ, ով ջուղայում ուսուցիչ էր։ Դեռ չէի հասկանում, որ հետագայում մորս դժվարությունները ես կկրեմ, բայց արդեն ազգիս հետ կապված։ Իսկ որտեղ եք դուք կրթվել, ինչ կրթություն եք ստացել։ Սկզբնական կրթությունը ստացել եմ տեղի ծխական դպրոցում, հետո Նախիջևանի ռուսական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել եմ Թիֆլիսի գիմնազիայում, որտեղից էլ 17 տարեկան հասակում միացա հայ ազատագրական շարժմանը։ Սանկտ Պետերբուրգում 2 տարի իրավագիտություն եմ սովորել, բայց չկարողացա կրթությունս ավարտել, որովհետև սիրտս կանչեց դեպի հայրենիք, դեպի ազատություն եւ պայքար սկսեցի ընդդեմ սուլթանականությանն ու ցարիզմի։ Ինչ մարդիկ են համապատասխան ազդեցություն թողել ձեր վրա այդ շրջանում։ Անդրանիկի մի շարք ազատամարտիկների ու ուսուցիչների զրույցները ազդեցին, բայց ամենակարևորը սեփական տեսած տառապանքն էր։ Մանկությունը ինձ ստիպեց վաղ հասկանալ, անհոգ կյանքը անվերջ չէ, եւ պայքարը միակ ճամփան է հավերժության։